Հովանավորությամբ Սուրբ Աթորույս կհագալ նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Գաթողիկոսի և նախակահությամբ դեր Եվդիգին Հակոբ Եվսոսի Չիլինգիրյանի շաբաթ 1 մարտ 2014-ի երեկոյան ժամը 8-ին ազգային առաջնորդարանի Երջո Սամվելյան երակույն հանդիսասրահին մեջ պաշտոնական գալանցիկով նշվեցավ Գաթողիկոսարանի շնորհալի երգչախումբին հիմնադրության 40-ամյակը։ Ներկային Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյան, ազգային կենտրոնական վարչության անդամներ և բարերարներ։ Երեկոյան բացման խոսքը կատարեց երգչախումբի նախկին խմբավար հոգեշնորհ դեր Թորքոն Վարդապետ Դոնոյան և խոսեցավ շնորհալի 40-ամյա հոգևոր ու մշակութային ծառայության մասին։ Հայր Սուրբը իր խոսքին մեջ ըսավ երգչախումբին 40 տարիներեն յուրաքանչյուրը հայ մշակույթի անդաստանեն ներս ոչ միայն ծաղկուն, այլ հայ հոգին սնունդ մատակարարող բտղաբեր մտարձավ։ Սարգիս Կիրակոսյան խոսեցավ շնորհալի երգչախումբին 40-ամյա գործունեության մասին։ Ան ըսավ շնորհալի երգչախումբը հանդիսացավ այն հոգևոր ու մշակութային միությունը, որ իր 40 տարիներու ընթացքին բազմահարյուր երիտասարդներ և երիտասարդուհիներ գաբեց հայ երաժշտության։ Կիրակոսյան իր խոսքը շարունակելով ըսավ. Անցնող 40 տարիներու ընթացքին շնորհալի խմբավարները հայ մշակույթի առաքյալներ դարձան ու ստեղծիչը հայ հոգևոր, դասական ու ժողովրդական երաժշտության։ Դաթևիկ Արթինյան դաշնակի վրա նվագեց հայ և օտար երաժիշտներու հորինումներն։ Լիբանանահայ հանրածանոթ երաժիշտ Գի Մանուկյան իր ստեղծագործություններու ներկայացումով դարբեր փայլք մտվավ երեկոյան։ Փակման խոսքը կատարեց նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Գաթողիկոս։ Ան բարձր գնահատեց շնորհալի երգչախումբին 40-ամյա առաքելությունը հայ եկեղեցու ու մշակութային անդաստաններեն ներս։ Վեհապար Հայրապետը ըսավ. Սուրբ Ներսե շնորհալի անունով գնքված շնորհալի երգչախումբը իր լուման ձգած է ու պիտի շարունակե ձգել հայ մշակույթի քանցանակին մեջ։ Երգչախումբի անդամները գամավոր զինվորներ են, որոնք կպաշտպանեն ու կդարածեն հայ երաժշտությունը Գաթողիկոսարանին ջամփով։ Ապա նորին սուրբությունը հաջողություն մաղթեց շնորհալի երգչախումբին, որբեսի ան նոր բարձունքներ նվաժե իբանձացում են հայ մշակույթին։ Շաբաթ 1 մարտ 2014-ի երեկոյան շնորհալի երգչախումբի հիմնադրության 40-ամյակի հանդիսության ընթացքին Վեհապար Հայրապետը պարգևատրեց բարերար դեր Եվդիգին Հակոբ Չիլինգիրյանները։ Այս առիթով Վեհապար Հայրապետը բարձր գնահատեց Լիբանանահայության ազգային կյանքեն ներս իր ունեցած մասնակցությունը թե որպես բարերար և թե որպես ժողովական ազգային զանազան մարմիններու մեջ։ Հայտնենք, որ Չիլինգիրյան ամոլը վերջերս $200,000 նվիրեց Գաթողիկոսարանից շնորհալի երգչախումբին և դեղեկատվական գրասենյակի բարեզարդման համար։